Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականություններն ու սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներն ու արգելված գործողությունները, տնային կենդանիների պահման և խնամքի պահանջները, թափառող կենդանիների ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները, ինչպես նաև կարգավորվում են կենդանիների բուծման, վաճառքի և օգտագործման ոլորտում ծագող իրավահարաբերությունները։ Միաժամանակ օրենքի օրենսդրական փաթեթով կառավարությանը և տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարության տիրույթում մի շարք լիազորություններ են վերապահված, ինչպես նաև վերապահված են տեղական ինքնակառավարման մարմինների կառավարության վերապահված իրավասություններից կցանկանայի նշեի Հայաստան Հանրապետության տարածքում տնային և թափառող կենդանիների առողջության պաշտպանության և թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման ծրագրերի հաստատման մասին, կացարանների կառուցման և շահագործման պահանջները և կացարաններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների ծրագրերի հաստատման մասին, նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող ծառայողական, ցուցադրական, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների բռնման, պահման և խնամքի կարգերի մշակման մասին, ինչպես նաև, ինչպես հեղինակը նշեց, կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների ցանկերը հաստատելու մասին։ Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորություններին է վերապահվում համայնքի տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կացարանների և հարակից ենթակառուցվածքների նախագծումը, կառուցումը և կառավարումը, համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման, կենդանիների կացարանների տեղափոխման աշխատանքների իրականացումը, համայնքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվությունների տրամադրման և դրանց ամենամյա հաշվառման աշխատանքների իրականացումը, կենդանիների բուծարանների և կացարանների գործունեության թույլտվությունների տրամադրումը, անկած կենդանիների դիակների ոչնչացման կամ թաղման վայրերի սահմանումը և կենդանիների պահման նկատմամբ վերահսկողությունը։ Համայնքի տարածքում օրենսդրական փաթեթով նախատեսված թույլտվությունների տրամադրման համար սահմանվում են տեղական տուրքեր, սահմանվում են նաև պատասխանատվության միջոցներ, օրենքով սահմանված պահանջների չկատարման դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության և տեսչական մարմինների վերահսկողական լիազորությունների շրջանակներում։ Ընդհանուր առմամբ կառավարության կողմից օրենսդրական փաթեթին մի շարք դիտողություններ են ներկայացվել և հեղինակի կողմից դրանք մեծամասնությամբ ընդունվել են և լրամշակված տարբերակն է այսօր ներկայացվել ձեր ուշադրությանը։ Առաջին, երկրորդ ընթերցում մենք ևս մեկ անգամ կդիտարկենք արդեն այն ձևակերպումները, որը հեղինակը լրամշակման արդյունքում ներկայացրել է և լրացուցիչ դիրքորոշում կհայտնենք արդեն այդ տարբերակի մասով, բայց ընդհանուր առմամբ կառավարությունը հավանության է արժանացրել օրենսդրական փաթեթը, այսքանը, շնորհակալություն։